Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է մեր ձևով շարժմանը։ Տեղեկությունը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հաստատել է շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղարամանյանը։ Օրաթերթը նկատում է ԿԳՄՍ նախկին փոխնախարարը ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու եւ նշել մեջբերում կյանքից ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության եւ այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել։ Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018-ից։ Ազգային ժողովի падգամավոր Գառնիկ Դանելյանը տեսակցել է Բագրատ arczepiskopos Գալստանյանին եւ Միքայել arczepiskopos Աճապահյանին, այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում։ Падգամավորի խոսքով նույն խցում կալանավորված Արշակ arczepiskopos Խաչատրյանին տեսակցելու թույլտվություն դեռ չկա։ Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով որևէ պահի չեն ընկրկում, շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում։ Միքայել Սրբազանը վաղը կտեղափոխվի Իզմիլյան բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվի իր առողջության համար անչափահարժեշտ վիրահատությունը, գրել է падգամավորը։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 1370 արձանագրություն։ Կոտայքի մարզում դեկտեմբերի 15-ին ժամը 17-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը իր վարած Mercedes CLS ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին եւ վրաերթի ենթարկել մրգավաճառին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ վարորդը փախուստի չի դիմել։ Վիրավորը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հայաստանի հարավով տարանցիկ միջան ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար։ Թեհրանում Հայաստանի դեսպանին ասել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ֆելայաթին։ Պաշտոնյան հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ Նրա խոսքով այդ միջանցքը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի ներկայություն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ Թրամփի պլանը ըստ էության նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով եւ ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների Հայաստան մտնելու միջոցով։ Ադրբեջանը լայնածավալ համաներում կհայտարարի։ Երկրի նախագահը Միլի Մեջլիսը ուղարկել համաներման մասին օրենք, որով ենթադրվում է, որ կլինի ամենամեծ համաներումը։ Օրենքը ենթադրվում է, որ կվերաբերվի ընդհանուր առմամբ ավելի քան 20,000 մարդու։ Կանխատեսվում է, որ ազատազրկումից կազատվի ավելի քան 5,000 բանտարկյալ, կկրճատվի դատապարտված 3,000 անձի պատժաչափը, ինչպես նաև ավելի քան 1,000 անձ կազատվի քրեական պատասխանատվությունից, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սակայն այդ նույն լրատվամիջոցները չեն խոսում, թե արդյոք համաներման արժանանալու է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Գործընթացը կմեկնարկի Սահմանադրության եւ ինքնիշխանության տարվա կապակցությամբ, որը հայտարարված է եղել 2025 թվականին։ Մենք գնում ենք մինչև այս մարդուն նենց թույլատնենք, որ ինքնիշխանությունը կորցնի։ Մենք էդի անում ենք, որ չպարկենք Հենց այս գաղափարն է մեր ձևով ժողովրդական շարժումը փոխանցել սյունեցիներին։ Մարզ կատարած այցի ընթացքում գյուղերում ապրողները իրենց հուզող խնդիրներն են բարձրաձայնել, առաջնային համարելով արոտավայրերի բացակայությունը։ Տարած չկա, մեր գյուղը տուժված է։ Տարավ, մեզ արոտավայր չունի։ 400-500 տնտեսությունը, բայց արոտավայր չունի։ Չունի, տուժված։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստացել է իշխանության գալու դեպքում շենացնել Սյունիքը ու երբեք աչքաթող չանել գյուղացիներին։ Իդեպ Սյունիք կատարած այցի ընթացքում Գորիսում եւ Կապանում բացվել է շարժման նոր գրասենյակը։ Նարեկ Կարապետյանը ցավով է խոսել վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու վարած քաղաքականության մասին։ Կարապետյանի խոսքով տարիներ շարունակ գորիսեցին չի տեսել թուրքի երես, այնինչ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում տեղ գյուղից այն կողմ չի ապրում ոչ մի հայ։ Երկրին պետք է ղեկավար, ով կարողանում է երկու բան անել՝ ճիշտ բանակցել եւ աշխատատեղեր ստեղծել։ Դեկտեմբերի 12-ին հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Սմբատ Մհերիկ Իրեկոսյանի գործով կալանավորվել է 1 հոգի։ Նա մեղադրվում է ինքնասպանության հասցնելու համար, հայտնել է քննչական կոմիտեն։ Պաշտոնական աղբյուրը չի հստակեցնում կալանավորվածն ով է՝ մահացած զինվորի ծառայեկիցը թե վերադասը։
Եվրոպական միությունում պատրաստվում են քննարկել Հայաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով բարձր անձնակատար Կայա Կալասը։ Կալասի խոսքով Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել մեջբերում արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի համար։ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հայաստանի հարավով տարանցիկ միջանց ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար։ Թեհրանում Հայաստանի դեսպանին ասել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ֆելայաթին։ Պաշտոնյան հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ։ Նրա խոսքով որոշ շրջանակներ փորձում են վախ ու տագնապ տարածել հասարակության մեջ։ Թորոսյանը նշել է, որ կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Մեքսիկայի կենտրոնում արտակարգ վայրեջք կատարելիս վթարի է ենթարկվել փոքր ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները։ Ինքնաթիռը թռիչքը մեկնարկել է Ակապուլկո քաղաքից։ Իշխանությունները հայտնել են, որ մասնավոր ինքնաթիռում եղել է 8 ուղևոր եւ անձնակազմի 2 անդամ, սակայն մինչ այժմ հայտնաբերվել է միայն 7 մարմին։ Ուժգին քամին Բրազիլիայում տապալել է ազատության արձանը Նյու Յորքի հայտնի քանդակի 35 մետրանոց կրկնօրինակը, կոտրվել են գլուխը եւ ջահը կրող ձեռքը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ, նշելով, որ Եվրամիության անդամ երկրները եւ Միացյալ Նահանգները վերջնական համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության ապահովման նոր ձևաչափի շուրջ։ Ըստ կանցլերի Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները իրենց բովանդակությամբ եւ իրավական ուժով փաստացի հավասարազոր են լինելու ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, իսկ այդ հոդվածը ենթադրում է կոլեկտիվ պաշտպանություն, ըստ որի դաշինքի մեկ անդամի վրա արձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։ Սա հստակ ազդանշան է առ այն, որ Արևմուտքը պատրաստ է ստանձնել երկարաժամկետ պարտավորություններ Ուկրաինայի պաշտպանության եւ իշխանության պահպանման հարցում, նշել է Մերցը։ Փորձագետները կարծում են, որ այս քայլը կարող է դիտարկվել որպես փոխզիջումային տարբերակ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցության փոխարեն։ Այնուամենայնիվ, նման երաշխիքների ամրագրումը էականորեն փոխում է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը։ Բեռլինում արդեն 2 օր ընթացող բանակցություններին այսօր միացել է Ֆինլանդիայի նախագահը։ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամ-ալիքում գրել է երկու նախագահների հանդիպման մասին։ Նա հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինան համաձայնել է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ցանկությունից, սակայն կտրականապես մերժել է տարածքային զիջումների գնալու գաղափարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթի ժամանակ խոսել է առաջին տիկնոջ մասին եւ կատակել. Մելանիան հիանալի, մեծ հարգանք վայելող կին է։ Ամեն անգամ, երբ ելույթ եմ ունենում, տեսնում եմ պաստառներ, որոնց վրա գրված է «Մենք սիրում ենք մեր առաջին տիկնոջը», հայտարարել է Թրամփը։ Ինձ դա դուր չի գալիս, թվում է, թե նրան ավելի շատ են սիրում, քան ինձ։ Ես ուրախ չեմ դրա համար, բայց մենք այս մասին կխոսենք տանը, ասել է Սպիտակ տան առաջնորդը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին նվիրել է Սուրբ Նիկողայոս հրաշագործի սրբապատկերը, իսկ նրա տիկնոջը թանկարժեք զարդեր։ Սա մեր քրիստոնեական սրբապատկերն է, այն շատ արժեքավոր է Ամերիկայում եւ Թրամփը մեծ հարգանք ունի Նիկողայոսի նկատմամբ, ասել է Լուկաշենկոն։ Նա նվերները փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի միջոցով։ Ավելին, Քոուլի հետ զրույցի ժամանակ Բելարուսի նախագահը նշել է, որ գոհ է Սպիտակ տան ղեկավարի վերջին շրջանի գործողություններից։ Երկու երկրների նախագահները օրեր առաջ գործարք էին կնքել, ըստ որի ԱՄՆ-ն վերացրել է բելարուսական կալյումի նկատմամբ պատժամիջոցները, իսկ Բելարուսը ազատ է արձակել 123 քաղբանտարկյալի։